Հայկական բանակը ծննդյան 20-ամյակն է տոնում։ Հուզառատ այս իրողության լիարժեք բերկրանքը հատկապես ակունքներում կանանցներին է ընկալելի, իսկ բոյ բուսաթով այսօրվա պատանին հասակ է առել բոլորիս աչքի առաջ։ Չնայած դրան բանակի մասին ձևավորված հանրային ընկալումն ու նրա հանդեպ դրսևորվող վերաբերմունքն էլ միանշանակ չէ։ Հարկավ անգրակ ծուխ չի լինում ու աչքը տեսածից ականջն էլ լսածից է վախենում։ Կան ընտանիքներ, որտեղ որքան էլ զավեշ տալի թվա, փոքրիկի ծնվելուն պես են ծնողները մտահոգվում իրենց տղային բանակ ուղարկել-չուղարկելու մասին։ Մի այլ տեղ էլ առաջին պլանում որդեկորույս մայրն է, անհայտ պատճառներով զավակին կորցրած ծնողը։ 1998 թվականից ի վեր Սևազգեստ մայրը մեղավորներ փնտրելիս մշտապես քարկոծում էր բանակը, բոլորին, ամեն ինչ։ Տարիներ անցան, այսօր մոտեցումն ուրիշ է։ Երթվեց իր գերեզմանին, որ բանակը կդառնա իմ ընտանիքը, դիրքը կդառնա իմ տոնը տեղը, եւ ես կքայլեմ զինվորի կողքին։ Շատերը նրան խելագար են համարում, մյուսներն էլ կասկածի տակ են առնում նրա գործունեության անշահախնդրությունը։ Զինվորների մի մեծ խումբ էլ կա, որ անհամբերությամբ են սպասում իրենց մասին հոգտանող տիկին Մարգարիտային։ Հիշիր, քեզ սպասում են խորագրի տակ, բրոշումներ եմ տալի իմ մայրական օրհնությունը զինակոչիկներին։ Համերգային ծրագրերով հանդես եմ գալի, ձեռքերս ծափ տալով զորքի մեջ, ակնկալելով, որ զինվորը ինձ կփոխանցի են թերությունը, որ կա զորամասում, որ ես զեկուցագրով ներկայացնեմ պաշտպանության նախարարին եւ թերացումները վերանան։ Տիկին Մարգարիտայի աշխատանքային սեղանը թեկուզ մի օր զոհված զինվորների ընտանիքների նամակների պակաս չի ունենում։ Վերջի դեպքով, ջրծաղիկի դեպքով դիմումը, որ ծնողը դիմել է մեր աջակցությանը, որպեսզի մենք ինքներս կազմակերպենք նախարարի հետ հանդիպում, դատախազի հետ հանդիպում, որպեսզի ծնողը ճիշտ պատկերն իմանա եւ ինքը կողմնորոշի, ինչի զրկեցին իր մինուճար զավակին, իր բալային կյանքից եւ կարող ենք փրկել ամփոփության առջամ կորցրեցինք եւս մեկ զինվոր։ Տոնական օրնել է աշխատանքային։ Տիկին Մարոզը այս անունով է նա բոլորին առավելապես հայտնի, ուղևորվում է զորամասեր միայն թե ոչ թե բուք ու բորան անելու, ինչպես անունն է հուշում, այլ զինվորների դրությանը ծանոթանալու։ Կազմակերպվող երկու պարը պատահական չէ, հենց զինվորներից էլ առանց հրամանատարական սաստող հայացքի լավագույնս տեղեկանում է նրանց խնդիրների մասին։ Տեսախցիկի դիմաց ամեն ինչ իդեալականին մոտ է, տեսախցիկից այն կողմ ոչ այնքան։ Այս 20 տարիների ընթացքում մենք ձեռք ենք բերել մարտունակություն, այն առաքելությունը, որ մեր զինծառայողները իրականացնում են ժողովրդի պաշտպանության գործում, լիարժեք կարողանում են իրենց առջև դրված խնդիրները լուծել։ Զորամասն էլ բոլոր պայմանները ստեղծել է, որ մեր ծառայությունը շատ սահուն ընթանա։ Աշխարհագրական մեկ այլ կետում կառավարության շենքի մոտ զինվոր որդի կորցրած Սևազգեստ կանանց թիվն ավելի մեծ է։ Բողոքի իրենց ձայնն են բարձրացնում խաղաղ պայմաններում զոհված որդիների ծնողները, հայ զինվորների քույրերն ու հարազատները։ 2008-ից 2011 թվականների ընթացքում զինված ուժերում տարբեր պատճառներով մահացած զինծառայողների թիվը պաշտոնական տվյալներով հասնում է 187-ի, որից ընդամենը 25-ն է մահացել հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով։ Ու չնայած 90-ական թվականների համեմատ վիճակագրական տվյալներն ավելի բարեգութ են, զոհերի թիվը անհամեմատ պակաս, դա ոչինչ չի ասում ու չի մխիթարում ծնողներից եւ ոչ մեկին։ Ես կառավարությունից, մեր ղեկավար անձանցից պահանջում եմ, որ սպանություն կատարող անձը պատասխան տա իր արարքին համապատասխան։ Մեր բոլորիս ցանկությունն է, որ դրանք արագ լուծում ստանան, առավել եւս ծնողների ցանկություններն են, որ արագ լուծում ստանան, բայց կապված իրավական խնդիրների, մասնագիտական խնդիրների հետ այնքան էլ հեշտ չէ, որպեսզի դրանք արագ լուծում ստանան։ Բանակում արկա լուրջ խնդիրների բարձրաձայնումը, որ ինչ-որ առումով առնչվում է պետական անվտանգությանը, անվիճարկելի իրողություն է։ Խնդիրն այն է, սակայն, որ զինծառայողների անվտանգության մասին ուզած տիպի խոսք, առավել եւս քննարկում, արկա խնդիրների հրապարակայնացում, պետական անվտանգությանը սպառնացող վտանգ է դիտարկվում, թշնամու ջրաղացին լցված ջուր ընկալվում։ Այդպես է իրոք, ցավը սրտում անթեղած անզորությունից շնչահեղձ լինող ծնողին ամենևին էլ խելամիտ չեն թվում վկայաբերվող փաստարկները, նա արդարադատություն է փնտրում։ Բանակային ծառայությունը շատ հաճախ ռուսական ռուլետկայի են նմանեցնում, հայտնի չէ զինվորն ինչպես կզորակոչվի ու ինչպես կզորացրվի։ Հայտնի երգի բառերն են, մեր անունն է հայկական բանակ։ Բանակի մասին ֆիլմ նկարող տոնին ընդառաջ շքեղ միջոցառում բեմադրող Արմեն Մազմանյանի համար բանակի նկարագիրն ուղիղ համեմատական է հասարակության վարք ու բարքին։ Կարծել, որ բանակային պրապրշիկը կամ բժիշկը կամ շարքային զինվորը դա ուրիշ մարդ է, դա նշանակում է լինել խելքից թոփալ։ Բանակը դա ազգի պրոյեկցիան է։
Կռվենք անարդարության դեմ, բայց թշնամու ջրաղացին ջուր չլցնենք, հորդորում է ռեժիսորը։ Պիտի քարոզենք, որ մեր բանակը սիրեն, որ մեր երեխաները ուզեն գնալ մեր բանակ, մենք խո դասալիքների ազգ չենք կարող դառնալ։ Մենք այսօր պատերազմող պետություն ենք։ Հետո այս բանակը իմնել է։ Ես ամենաառաջում, երբ որ դեռ բանակ չկար, արդեն զինվոր եմ եղել։ Եվ ամեն բառը ասված մեր զինվորի իմ անձնական վիրավորանքն է։ Մեր մայրերի ու քույրերի խաղաղքունն ու անդորը հսկող զինվորների հայկական բանակի 20-ամյա տարեդարձն է։ Հավելյալ շարժառիթ ազգովի տոնելու երկար ճանապարհ չանցած, բայց տարեցտարի հզորացող բանակի կայացումը։ Թերություններին, անարդարություններին զուգահեռ ակնառու են նաև անուրանալի ձեռքբերումները։ Տանը նստած տաքուկ անկյունում թուղթ ու գրիչը ձեռքին վերցրած յուրաքանչյուր քննադատի խորհուրդ կտան գոնե մեկ անգամ այցելել հայկական բանակ։ Հայաստան կոչվող փոքրիկ, բայց գոյության համար անverջ մաքարող երկրի համար բանակն իսկապես հարստություն է ու նաև հպարտություն։